Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան։ Եվ այսպես, պարոն Հակոբյան, Սահմանադրական դատարանը, ինչպես բոլորս արդեն գիտենք, մերժեց ընտրությունների արդյունքները, վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները եւ ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿՀ որոշումը։ Սրբույր Գալյանը ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո ասաց. «Արդարադատությունը հաղթեց»։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը Արամ Վարդևանյանը ասաց. «Չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն», իսկ Արման Թաթոյանի միասնության թևեր կուսակցության հայտարարության մեջ ասվում է. Սահմանադրական դատարանը չի կարողացել պաշտպանել Հայաստանի քաղաքացիների պետականությունը եւ իրավունքները։ Իրարամերժ հայտարարություններ՝ մի կողմից արդարադատությունը հաղթեց, մյուս կողմից չկա արդարադատություն։ Ձեր գնահատականը։ Ավարտվեց հերթական արարը, միջոցառումը, անուն ընտրություններ եւ ես ուզում եմ շեշտեմ, որ բազմաթիվ անգամ մենք հենց այս եթերում խոսել ենք դրա մասին եւ ազգային օրակարգ քաղաքական ուժը հայտարարել է հետեւյալը, որ ցանկացած նմանատիպ միջոցառման արդյունքում ընտրությունների անունը իշխանական համակարգը հակահա 35 տարի Հայաստանը տիրող վերարտադրվելու է եւ այդպես էլ եղավ, որ ընտրություններում օտարի իշխանության ներքո ընտրություններ կոչվող միջոցառման արդյունքում հնարավոր չի Հայաստանում իշխանափոխություն։ Եվ հերթական անգամ էլ եմ ասում, կրկնվում եմ, եկավ ապացուցելու մեր այդ դրույթը, մեր այդ ճշմարտությունը։ Եվ ինչ եղավ, իշխանական համակարգը վերարտադրվեց, իշխանական համակարգի մի մասը, իշխանական համակարգը ներկայացնող մի մասը, իդեմս Նիկոլ Փաշինյանի որպես իշխանություն վերարտադրվեց, մյուս մասը որպես ընդդիմություն, տիտղոսային ընդդիմություն կամ ինչ ռեսուրսային ընդդիմություն, օլիգարխիկ ընդդիմություն, ինչ ընդդիմություն ուզում եք անվանեք, ռուսական շահերը ներկայացնող ընդդիմություն, որպես այդպեսին, նա էլ վերարտադրվեց եւ արդյունքում եղավ սահմանադրական դատարանի նորից ճակերտներում որոշումը, որ ոչ մի խախտումներ չի արկամ, եթե եղել է անգամ նրանք չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա եւ ընդդիմությունը, որը խոսում էր, քննարկում էր, ընդդիմությունը նորից ճակերտներում խոսում քննարկում էր, թե իրենք մտնելու են պարլամենտ, խորհրդան թե չեն մտնելու, ասեցին, որ խորհրդան մտնելու են։ Խորհրդան մտնելու են եւ այստեղ մյուս զավեշտը հետեւյալն է։ Մոտ 10 օր առաջ ենթադրաբար կամ մի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ իրենց ստացած քվեն իշխանական ուժի քաղաքացիական պայմանագրի ինքը լեգիտիմ է, իսկ ընդդիմություն կոչվածիկ ստացած քվեն լեգիտիմ չի, որտեղ կաշառքով է ստացվել։ 3 թե 3 առաջ օրը ընդդիմությունը ներկայացնող ուժերից մեկի անդամը ասաց, որ իրենց քվեն է լեգիտիմ, իշխանության ստացած Նիկոլ Փաշինյանի ստացած քվեն լեգիտիմ չի, բայց երկուսով մտնում են խորհրդան, այսինքն լեգիտիմացնում են հաստատի եղած ընտրությունների արդյունքը։ Մենք ունենք դրա հետևանք որպես բոլոր կողմերով լեգիտիմացված իրավիճակ, Սահմանադրական դատարանի կողմից, ԿՀ-ի կողմից եւ նաեւ քաղաքական ուժեր ճակերտներ ներկայացնող կազմակերպությունների կողմից իշխանություն, ընդդիմություն եւ լեգիտիմ խորհրդարան։ Այդ ամեն ինչը ճակերտներում իհարկե։ Բարի, դուք ինչու եք ճակերտներում ասում, դուք այդ մասին էլ խնդրում եմ ներկայացրեք ձեր տեսակետը, ինչու է ընդդիմությունը ճակերտներում, ինչու է խորհրդարանը լեգիտիմ ճակերտներում։ Շատ պարզ, ես ասեցի արդեն, ես ստիպված եմ նորից հետ գնալ, բայց ընդդիմությունը ինչու է ճակերտներում։ Ասեցի, ես ստիպված եմ նորից հետ գնալ, որովհետև կա իշխանական համակարգ Հայաստանում, որը 35 տարի Հայաստանը տիրում է, այդ իշխանական համակարգը ինքը հակապազգային է, հակապետական է, ինքը կորպորատիվ է եւ սպասարկում է ամենակարևորը օտարի շահերը։ Հայաստանում մենք ունենք օտարի շահերը սպասարկող իշխանական համակարգ 35 տարի առնվազն, ու կարելի ասել նաեւ 40 տարի։ Եվ որպես հետևանք այդ հակահայ իշխանական համակարգը բարբերաբար ձևակերպում է այսպես կոչված ընտրություններ միջոցառումը, կազմակերպում է եւ այդ ընտրություններ միջոցառման արդյունքում վերարտադրվում է։ Եթե փոփոխություններ իշխանական համակարգի համամասնության մեջ եղել է, օրինակ, փոփոխություն եղել է այսպես ասած
ներիշխանական տարբեր սարդաբանքների կամ անգամ սպանությունների միջոցով։ Օրինակ, փոփոխություն եղել է 1998 թվականին, երբ որ իշխանական համակարգի մի մասը իշխանությունից զրկեց Տեր-Պետրոսյան Լևոնին։ Փոփոխություն եղել է փաստացի համամասնության 99 թվականին, երբ որ պարլամենտում խորհրդարանում գնդակահարեցին այն ժամանակվա եղած իշխանական համակարգի իշխանական թևը։ Փոփոխությունները այդպեսին եղել է ներիշխանական կամ համաձայնություններ, եղել է իշխանության փոխանցում։ Ենթադրենք եղել է Քոչարյանի Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյան իշխանության փոխանցում։ Բայց այդ ամեն ինչը ընտրությունների հետ կապ չունի, այսինքն ժողովրդի քվեն այդտեղ որևէ դերակատարում չունի։ Ժողովուրդը մասնակցում է այդ հանդիսությանը։ Ժողովուրդը կարծում է, որ ինքը հեղափոխություն արեց, օրինակ դրա համար եմ ասում ճակերտներում։ Ժողովուրդը կարծում է, որ այս անգամ իրանք ձայն տվեցին կամ նախորդ անգամ կամ մարտի 1-ին 2008 թվականին ձայն տվեցին սրանք կամ նրանք եւ դա ազդել է ընտրությունների արդյունքի վրա, չի ազդելու։ Կա պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունները հաստատվում են օտարի, այսպես ասած ներկայացության միջոցով, օտարների կամ կարելի է այսօր արդեն ասել եւ դրա համար այս ամեն ինչը ճակերտներում է, որտեղ փաստացի մենք չունենք ժողովրդի քվեով ձևավորվող իշխանություն եւ ընդդիմություն։ Դե դուք նշեցիք, որ ընդդիմադիր Հայաստան դաշինքը եւ Հզոր Հայաստանը որոշեցին վերցնել խորհրդարանական մանդատները։ Նրանք ասում են մանդատները իշխանություններին հակադրվելու լրացուցիչ գործիք են, այսինքն ընդդիմությունը գնում է խորհրդարան իշխանությունների հակադրվելու համար, իշխանությունների դեմ պայքարելու համար։ Սուրեն Սուրենյանցը, մենք գիտենք, ինքը Բարգավաճ Հայաստանի կուսակցության ցուցակով էր գնում։ Նա ասաց, եթե հայկական ընդդիմությունը չունի արագ հեղափոխության ծրագիր, ապա իմաստ ունի հրաժարվել մանդատներից։ Եկեք կանգնենք այս ձևակերպման վրա։ Արագ հեղափոխության ծրագիր չունի։ Պետք է գնան, իսկ կարծեմ Նարեկ Կարապետյանը երեք երեկոյան էր, կարծեմ երեք երեկոյանն էր վերաբերում, նա կրկին արդարանում էր, ինչու են մանդատները վերցնում եւ ասում էր, այո, պետք է լինի փողոցային շարժում, բայց ներսում էլ կոճակ սխմող պետք է լինի։ Մենք գնում ենք այնտեղ, այդպես չասեք, որ չկարծեք, որ շատ լավ է այն, որ մենք գնում ենք, մեր գործերը թողած գնում ենք խորհրդարան, ինչու որպեսի կոճակ սեղմենք, ինչի դեմ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հիմա եկեք հասկանանք ինչով է զբաղվելու խորհրդարանը, ինչու վերցրեցին մանդատները, ինչու են արդարանում, որ վերցրեցին մանդատները եւ ինչ էր սպասում իրենց ձայն տված Հայաստան դաշինքին, Հզոր Հայաստան դաշինքին ձայն տված քաղաքացիները ինչին էին սպասում։ Տեսեք, մենք այս իրավիճակը, որ հիմա այսօր ձևավորվում է, ունենք նախորդ 5 տարին։ Այսինքն այն ժամանակ էլ այն ընդդիմությունը ճակերտներում, որը մտնում էր խորհրդարան, այդ ընդդիմությունը խոսում էր նրա մասին, որ դժոխք են դարձնելու իշխանության օրը եւ իշխանությունը հնարավորություն իշխանությանը չեն տալու, որպեսզի իշխանությունը կարողանա իր ծրագրերը իրականացնել եւ ի վերջո բերելու են իշխանափոխության։ Ինչ ունեցանք հայտնի արդյունքը։ Եղան, եթե չեմ սխալվում, 3 մեծ շարժումներ եւ բազմաթիվ այլ ընդվզումներ փողոցում, եղավ այդ ներքին, այսպես ասած, տուրու դմփոսներ տարաբնույթ այն ժամանակվա ընդդիմության եւ Նիկոլ Փաշինյանական իշխանության, բայց արդյունքում Նիկոլ Փաշինյանը իշխանությունը, այլ բառերով ասած, իշխանական համակարգը ապահովեց իր համար ամբողջ օրակարգի իրականացում, որը իրանք ծրագրային որպես այդպեսին ունեն եւ վերարտադրում։ Հիմա նույն բանը է սրա կա, ինչ տարբերությունը որն է։ Որևէ տարբերություն չկա, անձերի փոփոխություններ կան, բայց բովանդակային որևէ տարբերություն չկա։ Էլի գնում են, էլի լեգիտիմացնում են իշխանությունը, փաստորեն, լեգիտիմացնում են այդ ընտրություններ կոչված միջոցառման արդյունքները եւ ասում են, որ մենք փողոցի եւ բանի ներկայությամբ խորհրդանում մեր ներկայությամբ անելու ենք ամեն ինչ, որպեսզի իշխանափոխություն լինի։ Չէ, ասվում է Նարեկ Կարապետյանի խոսքով հեղափոխության ծրագիր, եթե դե հիմա նրանք էլ արագը չունենք, դանդաղն ենք անում, նրանք են ասում հեղափոխության ծրագիր, տարբեր շարժումներ էր, չէ, էլ փրկության շարժում, էլ չգիտեմ ինչ շարժում, սրբազան շարժում, ինչ շարժում ասես։ Արդյունքում իշխանությունը ոչ միայն մնաց, այլ իրականացրեց իր ծրագրերը, այսինքն անհրաժեշտությունը
որ կա իշխանություն եւ կա անդիմություն, այդ անհրաժեշտությունը ապահովվում է։ Այսինքն քաղաքական անգամ ճգնաժամ չեն ուզում այսպես կոչված ռեսուրսային կամ ռուսական ներկայությունը ապահովող անդիմություն կոչվող ուժերը իրականացնել։ Քաղաքական ճգնաժամ անգամ, որ կա խորհրդարան, կա խորհրդարանում իշխանական թեւ եւ չկա անդիմադիր թեւ։ Դա քաղաքական ճգնաժամ է, անգամ դա չեն ուզում իրականացնել։ Գնում են եւ ցույց են տալիս աշխարհին, որ այո, մենք դժգոհ ենք, մենք համաձայն չենք ընտրության արդյունքների հետ, բայց համաձայն չլնելով վերցնում են մանդատները։ Բայց դեմը լալով կողմ կլանք այդ հայտնի Բանաձևի շրջանակում։ Դուք դա անվանում եք քաղաքական ճգնաժամ, չէ՞, դուք եք անվանում։ Չիրականացնել։ Ես ասում, այսինքն, եթե չեն գնում եւ չեն վերցնում մանդատները, այդ բարագամ գոնե քաղաքական ճգնաժամ էր առաջին։ Ահա, հիմա չկա քաղաքական։ Հիմա քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական ճգնաժամ չլինելու պարագայում իրանք գնում են եւ նորից կրկնվում, լեգիտիմացնում են արդյունքները եւ խոսում են հեղափոխության մասին համընթաց շարժման միջոցով։ Լավ, հիմա ինչքան կարելի է այդ բանը, այդ կեղծ օրակարգը մարսել։ Ինչքան կարելի է մատուցել այդ կեղծ օրակարգը տասնամյակներ շարունակ։ Այսպեսով դուք այս ամենը չեք անվանել, ես եմ անվանում, բայց նկատի ունեք, որ այս ամենը թատրոն էր պարզապես։ Չէ, այս ամենը թատրոն չէր, այս ամենը պայքար էր ներ իշխանական թևերի միջև իշխանության մեջ փայաբաժին ունենալու մասով եւ այդ բեմադրությանը, չասենք թատրոն, հա, այդ բեմադրությանը մասնակցել տվեցին ժողովրդին։ Բայց որոշակի նախնական պայմանավորվածությունների շրջանակում։ Հիմա դիտարկենք այդ ձերբակալությունների թեման։ Դե գիտենք, որ Ծառուկյանի հարցն է, ձերբակալվել է, նշվում է խոշոր չափի խարդախության փողերի լվացման մեղադրանքով։ Դեռ պարզ կլինի, թե ինչ է լինելու այս գործը, եւ Ծառուկյանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Եվ Նարեկ Կարապետյանը երեկվա իր այդ խոսքի մեջ ասում էր, դուք ինչու եք կարծում, որ լավ է, որ մենք վերցնում ենք մանդատներ եւ գնում ենք խորհրդարան։ Խորհրդարան գնալը շատ վտանգավոր է, ձերբակալություններ են լինում։ Փաստորեն նրանք, ովքեր որ անդիմադիր են, նրանք վտանգի տակ են, որ կձերբակալվեն։ Այդպիսի ձևակերպում կա։ Դուք ասեք ինչպես եք գնահատում, ինչ է կատարվում, ինչու են Ծառուկյանին ընտրություններից հետո ձերբակալում, ինչու են այս ամբողջ ձերբակալությունների շղթան, սա ինչ է։ Տեսեք, ես անդրադառնամ Նարեկ Կարապետյանի ասածին, ինչ որ դուք մեջ բերեցիք, այսինքն Ծառուկյանը ոնց որ թե չանցավ, հա, եւ մանդատ չուներ, բայց ձերբակալեցին, այսինքն Նարեկ Կարապետյանը այնպես է ներկայացնում, որ Ծառուկյանը չուներ մանդատ, ձերբակալեցին, չէ՞։ Այսինքն պարտադիր չի գնալ անդիմադիր լինելն է վտանգավոր։ Չէ, բայց ինքը այլ բան ասում, մենք գնում ենք բան, մանդատ վերցնելու, չէ, շեշտադրումը կարևոր է։ Այսինքն այս տպավորությունը, որ գնում են Գողգոթայի գնում են խորհրդանում մանդատ են վերցնում, դառնում են եւ դա Գողգոթա։ Իսկ եթե չգնան խորհրդան, դա Գողգոթա չի, հա։ Այդ ինչ մոտեցում է։ Էլի հերթական ինչ որ մանիպուլյացիվ այդ ինչ դրույթներ են իրականացնում։ Հիմա նորից ես քրեական գործի բովանդակությանը բնականաբար որևէ գնահատական չեմ կարող տալ, որ ընդհանուր առմամբ քրեական հոդվածներով իրականացվում են քաղաքական հա ձերբակալություններ կալանավոր դրանք ունեն քաղաքական բովանդակություն, դա էլ կասկածից դուրս է, բայց հիմա ստեղ մի բան հետաքրքիր հաջորդականություն կա, որը ես ուզում եմ ներկայացնել եւ այդ հաջորդականությունը կարծում եմ կարեւոր է։ Հիմա իրականում դա այդպես է թե չէ, մենք քննարկենք։ Ինչ եղավ։ Իրար հետևից եղավ մի քանի բան։ Առաջինը ռեսուրսային անդիմությունը ասեց, որ ինքը վերցնում է մանդատները։ Քայլ մենք Քայլ 2 Ծառուկյանի ձերբակալեցին, քայլ 3 Փաշինյանը գնաց հանդիպում Միշուստինի հետ։ Այդ քայլերը միմյանց հետ իմ կարծիքով փոխկապակցված են։ Այսինքն որոշակի լարվածության նվազում եւ որոշակի քայլ դեպի ռուսներ Փաշինյանի կողմից եւ ռուսների որպես խոսնակ տվյալ դեպքում կամ որպես ներկայացուցիչ հանդես է գալիս Միշուստինը, որտեղ իմ կարծիքով քննարկվելու են այն պահանջները, որ ռուսները ունեն Փաշինյանի նկատմամբ, այն հնարավորությունները, որով Փաշինյանը կարողանա ռուսների շահերը սպասարկել Հայաստանում եւ դրանով նախապատրաստել բանի Պուտինի հետ հանդիպում։ Բայց որպեսզի Փաշինյանը գնա Ռուսաստան եւ ցույց տա, որ իր դիրքերը այդքան թույլ չեն, այսինքն ռուսների ճնշումները, որը իրականացվում են քաղաքական, բայց գործիքները տնտեսական, այդքան մեծ ազդեցություն չունեն Փաշինյանն, Ծառուկյանին ձերբակալում է հենց գնալուց առաջ։
Այսինքն ցույց է տալիս իր ներհայաստանյան կառավարման կամ ներհայաստանյան իրավիճակը կառավարելու իր այսօրվա զորությունը։ Այսինքն այդ ամեն ինչը հիմա Միշուստինի հետ հանդիպումից հետո զարգացումները ցույց կտան, թե ռուսների հետ կարողացել են համեմատաբար լավ պայմանավորվածությունների կան, թե ոչ։ Բայց այս ամեն ինչը իմ կարծիքով իրար հետ փոխկապակցված է, այսինքն եղել է չասենք անունը հրահանգ, բան, ուղերձ մետրոպոլիա Մոսկվայից ընդդիմությանը ճակերտավոր ընդդիմությանը, որ գնացեք մանդատները վերցեք, լարմը նվազեցմա, որովհետև չկարողացաք դուք այն խնդիրները, որ մենք ձեր առաջ դրել ենք իրականացնել, Փաշինյանը որպես իշխանություն վերարտադրվեց, այնպես որ լարումը պետք է նվազել, հիմա մենք իր հետ կխոսենք, հետո կասենք, թե դուք ինչ կանեք։ Եվ Փաշինյանը գնում է Միշուստինի հետ հանդիպում։ Փաշինյանն էլ քայլանում, ինչպես եւ ասեցի, ցույց տալով, որ ես այդքան թույլ չեմ, ինչքան դուք կարծում եք, տեսեք ձեր մյուս ներկայացուցիչին, ձեր շահերը ներկայացնողին Սահակյանին ձերբակալում եմ։ Կխոսենք շարունակությունը Կերևան։ Բարի։ Խոսենք Եկատերինբուրգում, դա Սվերդլովսկի մարզն է Ռուսաստանի, ինչ տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի վարչապետները հանդիպեցին։ 1.5 ժամ նրանք խոսում էին Միշուստինը եւ Փաշինյանը։ Փաշինյանից մի երկու նախադասություն ես մեջ բերեմ։ Ընտրություններից Փաշինյանը ասում է, ընտրություններից առաջ եւ հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը եւ իհարկե մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների նախատեսված համաձայն գործելու ապահովմամբ։ Ես կարծում եմ, որ սա ԵԱՏՄ-ի հետագա զարգացման շահերից է բխում եւ այսպես մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ի մասնակցությամբ, ասում է Փաշինյանը։ Միշուստինից էլ մեկ նախադասություն բերեմ, որպեսզի հետո դուք կարողանաք ձեր գնահատականը տալ կատարվածին խոսածին, մեր լսածին։ Միշուստինը ասում է. կարևորը, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար։ Մոսկվան ակնկալում է, որ նրանց իրավունքները ռուս ներդրողները, նրանց իրավունքներն ու օրինական շահերը կհարգվեն։ Ինչ ասեց Փաշինյանը, ինչ հորդորեց անել Հայաստանին Միշուստինը։ Տեսեք, Փաշինյանը եւ նախընտրական ամբողջ փուլում եւ ընդհանրապես շարունակ ասում է հետեւյալը, որ մենք խնդիր չունենք ԵԱՏՄ-ից դուրս գալու, մենք խնդիր չունենք Ռուսաստանի հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փչացնելու, մենք այդ ամեն ինչը անելու ենք համընթաց, նորից նույն բառը օգտագործեմ, եւ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։ Միաժամանակ ասելով, որ այդ շահերի մեջ նաեւ կա ըստ իր ձևակերպումների հայկական շահը եւ առաջնայնությունը իր համար։ Այս ձևակերպումով Փաշինյանը եւ նախընտրական փուլում եւ ընտրությունների ընթացքում եւ հիմա հետընտրական փուլում հանդես է գալիս եւ գնաց Միշուստինի հետ հանդիպելու եւ ասեց, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու որևէ միտում չունենք, մենք շարունակելու ենք զարգացնել այդ ամեն ինչը եւ այլն եւ այլն։ Միշուստինը հարաբերությունների հետագա զարգացում ենք մենք փորձելու ապահովել։ Միշուստինը ասում է այդ ամեն ինչում, ուրեմն հաշվի պետք է առնել ռուսական շահը իդեմս ինքը հանդես է գալիս ներդրողների մասով, բայց ովքեր են ներդրողները։ Ներդրողները նրանք են, ովքեր, այսինքն Ռուսաստանը որպես այդպեսին է ներդրող ճակերտներում հանդես գալիս, որտեղ նա ներդրումներ անում, իդեմս առանձին մասնավորներ եւ ոչ մասնավորներ, պետականի, օրինակ ատոմականում նա ունի ներդրում, օրինակ երկաթուղում նա ունի ներդրում, հա, օրինակ էներգետիկ ամբողջ ցանցը եւ հանքարդյունաբերական ամբողջ ցանցը, որ մենք ունենք, ամբողջ այդ բովանդակությունը դա ռուսական վերահսկողության տակ է այսօր։ Հեծը ենթադրենք այսօր Սամվել Կարապետյանից վերցվել է, հա, բայց հետ Սամվել Կարապետյանը հանդես է գալիս նույնպես որպես ռուսական ներդրող, ոչ թե որպես հայկական ներդրող։ Այսինքն դրա մասին է ասում Միշուստին, այսինքն ասում է այլ բառերով հետեւյալը, որ մեր ազդեցության չափը Հայաստանում պետքա չնվազի։ Եվ այն նոր ծրագրերը մասնավորապես TRIP կոչեցելը, որ դուք փորձելու եք իրականացնել ԱՄՆ-ի հետ, Արևմուտքի հետ, Թուրքիայի հետ ադրբեջան կարևոր չի։ Մենք այնտեղ պետք է ներկայացված լինենք։ Եվ մեր շահերը այնտեղ պետք է հաշվի առնենք։ Սրա մասին է խոսում Միշուստինը։ Եվ արդյունքում ինչպիսի համաձայնության կգան, դա ժամանակի մոտակա ժամանակն է, Կերևա, բայց մի հատ այլ կարևոր բան էլ կա։ Փաշինյանը ենթադրենք ռուսների հետ ինչ-որ համաձայնության եկավ կամ ռուսների թելադրանքի տակ ինչ-որ բաներ վերցրեց, որ ինքը ի կատար կանի։ Բա արևմուտքը ուր է մնում այդտեղ։ Արևմուտքը տեղ ուր է մնում, այսինքն Փաշինյանը եւ Հայաստանը այսօր, Հայաստան կոչված այս պետական միավորը այն վիճակում չի, որ ինքը կարողանա իր ուզածով որոշումներ ընդունի։ Նա ազդեցությունների, ինչպես եւս եմ ասել, ֆլուգերային քաղաքականության ներքո է գործում։ Եվ հիմա ռուսների ճնշումը կա
ֆլուգերը դեպի Ռուսաստան որոշակիրոն պատտվել է, բայց կա նաև արևմուտքի ճնշումը։ Երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է Հայաստան, տարբեր ծրագրերի մասին է խոսում, դրան դեռ կանրադառնանք, բայց կենտրոնանք մի բանի վրա, ասում է, որ Հայաստանի արտահանմանը տրվում է փաստացի 80%-ին արտահանման, տրվում է փաստացի ողջ չմաքսային ռեժիմ, այսինքն ազատ առևտրի սկզբունքներ, չէ՞, 80%-ին, դրանից դուրս ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի 99 փաստացի 100%-ին տալիս են ոչ մաքսային ռեժիմ, ազատ առևտրային ռեժիմ, 0 մաքս եւ ալկոհոլի եւ բաների հյութեր եւ այլն դրանց տրվում է դրանց 90%-ին է տրվում ոչ մաքսային ազատ առևտրային ռեժիմ։ Եվ շեշտում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ այդ ամեն ինչը տրվում է այն պատճառով, որ Ռուսաստանի ճնշում կա Հայաստանի վրա։ Պատճառը Ռուսաստանի ճնշումն է Հայաստանի վրա, նա հստակ ասում է եւ մեր գործընկերներին տվյալ դեպքում Հայաստանը մենք աջակցում ենք միշտ, երբ որ իրանք հայտնվում են վատ վիճակում։ Եվ այդ վատ վիճակը ինքը շեշտում է նույնպես դա Ռուսաստանի գործիքներն է, որ տնտեսական, որ նրանք կիրառում են Հայաստանի վրա եւ մենք դրա համար գալիս ձեռք ենք մեկնում ձեզ։ Դրանից բացի ասում է էներգետիկ մասով է խոսում եւ ասում է մենք փորձառություն ունենք էներգետիկայի մասով Ռուսաստանի ճնշումները չեզոք հասնելու, դա ոչ միայն Եվրամիությունն, այլև այլ երկրներում, Ուկրաինա եւ Մոլդովա, նույնը կանենք ձեր համար։ Եթե ճնշումը նվազում է եւ Փաշինյանը Միշուստինի, Պուտինի կամ չգիտեմ ում հետ ուզում է, կարևոր չի, համաձայնվում է եւ ենթանք այդ ճնշումը առ ոչինչ է դառնում ինչ-որ ժամանակի համար։ Եվրամիության աջակցությունը մենք շարունակելու ենք ստանալ, ինչ եք կարծում։ Միանշանակ, որովհետև եթե դատենք այն արձագանքներից կամ այն պրոպագանդիստական նյութերից, որոնք հայտնվում են Ռուսաստանյան մամուլում ասում են, այո, թող տեսեք, այդ ամբողջը դուք ինչ որ թվարկեցիք այդ արտոնություններով հանդերձ, չգիտեմ 5%-ն էլ չի Հայաստանը արտահանում այն չափաբաժնից, որը արտահանում էր Ռուսաստան, այսինքն հիմա իրենք արտահանեն եվրոպական երկրներ եւ կտեսնեն, որ դա շատ փոքր տոկոսն է իրենց հնարավորությունների, այսինքն մենք ցույց ենք տալիս, որ մեր շուկան անփոխարինելի է։ Այստեղից հետևություն հարց ձեզ անփոխարինելի է թե զուգորդվող է։ Դե տեսեք նորից հարցը հետևյալն է, երբ որ խոսում ենք Եվրամիության շուկայի մասին, բնականաբար Եվրամիության շուկա մտնելու համար դա պետք է համապատասխանեցնես քո ապրանքների։ Այս փոքր խմբականակները սրանք դա փոքրի մասին չի խոսքը, հենց հարցը դա է, այսինքն դա պետք է համապատասխանեցնես եւ Եվրամիությունը աջակցություն է ցույց տալու այն 82, եթե չեմ սխալվում միլիոնը, թե չկներեք 52 միլիոնը, որ տրամադրում են, այսինքն 38-ը տրամադրել են, 34-ը տրամադրում են, պլյուս 18-ը տրամադրում են, ենթադրենք այլ ծրագրեր են անում, որոնք բերելու են նրան, այդ թվում բերելու են արտահանման համապատասխան խոսակցություններ դրա մասին, ինստիտուցիոնալ գործակալության մաս ձևավորման, որը պետք է աջակցի շուկա մուտքին հայկական ապրանքի, խոսքը չի գնում այսօրվա ապրանքների մասին, խոսքը գնում է ապրանքային այն ցանկի մասին, որտեղ այսօր կարող է ցանկը մեծ լինի, քանակը փոքր լինի, խոսքը գնում է ցանկի մասին, Այս ցանկը օրինակ գյուղատնտեսական ապրանքներ են, որոնք հարյուրավոր կոդեր են մաքսային, եւ դրա մասին է խոսքը գնում եւ աջակցությունն է ցույց տրվել է որ դրան գնան եվրոպական շուկա, այսինքն նվազի Ռուսաստանի չափաբաժինը եւ դա վերողորթվի եվրոպական շուկա, որը շատ ավելի թանկ շուկա է, բայց մտնելը դժվար է, այդ մտնելու համար աջակցություն են ցույց տալիս։ Այստեղ պարզապես հարց զուգահեռ գործընթացներ կարող են լինել արտահանումներ, թե ոչ, կամ այդ Ռուսաստանի սիրած կամ ոչ միայն Ռուսաստանինն է, այլ արևմուտքինն էլ է կամ եւ այսօր Հայաստան կոչված է Հայաստանը համակարգի առջև խնդիր է դրված կողմ բռնելու։ Խնդիր է դրված այդպեսին։ Ես հենց դա եմ ասում։ Եթե դու կողմ չես բռնում, փորձելու ես մի քանի աթոռի վրա նստել, դա կարող է եւ ամենայն հավանական քեզ թույլ չեն տալու, ինչպես ռուսներն են ճնշելու, այնպես Եվրամիությունն է, արևմուտքն է ճնշելու, ասելու մենք այդ պայմանները ձեզ ապահովում ենք, որպեսզի դուք ընտեղից փոխվեք, եթե դուք ընտեղից չեք փոխվում, մենք այս պայմաններին չենք ապահովում, այսինքն ստեղ այն բանի համընթացության շարժը շատ նուրբ եզրա, որը պետք է կարողանալ պահպանել եւ կողմերը երկու կողմերը դրանք պետք է համաձայնեն։ Առնվազն ռուսները ցույց են տալիս, որ իրենք դրան համաձայն չեն։ Հիմա Փաշինյանը գնացել է եւ ի՞նչ է պայմանավորվելու, կարողանալու է պայմանավորել ռուսների հետ, թե չէ։ Օրինակ կարող է պայմանավորվի հետեւյալը. թույլ տվեք ես այդ քայլը անեմ, ձեր ապրանքները մեր միջոցով
կուղարկենք Եվրամիություն, օրինակ, ոնց որ Եվրամիության արևմուտքի ապրանքները Հայաստանի միջոցով ուղարկվում են Ռուսաստան, այս վերջի 4-5 տարվա պատերազմական ընթացքում։ Այսինքն ես այդ միջնորդը կլինեմ, այն հարթակը կդարձնեմ Հայաստանը, որտեղ այսպես կոչված մաքսանլենգային առևտուր կլինի։ Անդի ստեղից ընդեղ։ Ոնց եք դուք ձեր նավթը Ադրբեջանի միջոցով կամ ձեր գազը Ադրբեջանի միջոցով ուղարկում Եվրամիություն։ Ոնց եմ ես ձեր համար ապահովում որոշակի ապրանքային քանակներ դեպի Ռուսաստան, հա, այս ամբողջ բանի արգելքների շրջանակում։ Հիմա ես այդ հարթակը լինեմ, թույլ տվեք, ռուսները կհամաձայնեն թե չէ, չգիտեմ, դժվար է ասել, որ ռուսները քաղաքական խնդիր են լուծում։ Ռուսները ի վերջո իրանց կայսրության, ներկայության խնդիր են լուծում։ Մեր ծիրաններով։ Չէ, մեր տարածքով։ Ծիրանների հաշվին։ Մեր տարածքով, մենակ ծիրանը չի։ Ամեն ինչն է, իսկ Հայաստանը ծիրան տենց բանով ասում է։ Դե ծիրանը մենք ասում ենք, որ Ճակերտները մեկ է, իսկ Հայաստանը ընդհանրապես ինչ է արտադրում եւ ինչ է արտահանում, եկեք դա դիտարկենք էլի մի հատ։ Ինչ է արտադրում եւ ինչ է արտանում ընդհանրապես։ Չէ, մենակ սեզոնը չի, ընդհանրապես եմ ասում։ Դա գյուղատնտեսական ապրանք է, սննդի արդյունաբերություն։ Դե բերեցին հասցրեցին դրան մեր երկիրը։ Այդ ուրիշ հարց է։ Մենք գյուղատնտեսական երկիր չենք եղել։ Իհարկե չենք եւ միայն չենք եւ պետքա չլինենք, բայց հիմա դրա մասին չենք խոսում, թե ով բերեց, ինչպես բերեց, այդ առանձին խոսակցությունա բազմաթիվ մենք գիտատնտեսական, գիտաարտադրական շատ մեծ ներուժ ունենք։ Դա մի քանի, եթե չեք տասնյակ հաղորդումների նյութ է, բայց հիմա դրա վրա փաստացի իրավիճակը։ Փաստացի մենք ինչ ենք արտադրում, ինչ ենք արտահանում։ Դա սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսական ապրանք է, փաստացի ուրիշ էլ ինչ։ Ուրիշ էլ ինչ։ Հիմնականում դա է։ Վերավաճառք։ Հա, կամ վերավաճառք։ Այն ինչ որ արդեն ասեցի, մաքսանենգային հիմնականում։ Մաքսանենգային վերավաճառք։ Հա։ Այսինքն ինչ ունենք դրա վրա էլ խփում են։ Ուրիշ բան արտահանի դրա վրա կխփեին։ Այսինքն այդ ծիրան որ ասում եք, այդ ծիրան էս արտահանում էլ ինչ է, կամ կոնյակ էս արտահանում էլ ինչ։ Նես որ այդ գործիքը ռուսները օգտագործում են, ռուսների համար խիստ կարևոր է, Ռուսաստանի համար խիստ կարևոր է, քանի որ իրանք ծրագիր մաքսիմումը չեն կարողացել իրականացնել Ուկրաինայի պատերազմի արդյունքում, իրանք չկարողացան վերականգնել սովետական միությանը համարժեք կայսրությունը։ Հիմա գոնե այն հատվածները, որը իրանք վերահսկում են, իսկ վերահսկում են մասնավորապես նաև Հայաստանը, ուզում են այդ վերահսկողությունը պահպանել եւ ամրապնդել։ Պարոն Հակոբյան, որքանով էր արդյունավետ այդ ակցիան Ռուսաստանի։ Արդյունավետ չէր այնքան, ինչքան իրանք կարծում իրենց համար արդյունավետ չէր այնքան, ինչքան իմ կարծիքով իրանք ակնկալում են, որովհետև դա երկու հետևանք ունեցավ։ Հակառուսականությունն այսպես կոչված, ռուսի իրական դեմքը հայկական հայ ժողովուրդ կոչված այդ հանրույթի մոտ ավելի բաց դարձավ եւ ավելի ընկալելի դարձավ, այսինքն դա չբերեց խեղճացման, որոշակի խեղճացման բերեց հայության մոտ, բայց նաեւ դիմադրության բերեց, այսինքն այդքան արդյունավետ չէր այդ մասով նաեւ, բայց մյուս մասով էլ արդյունավետ չէր, որովհետեւ տնտեսական մասով արևմուտքը մուտ ասեց, մենք ձեզ Հայաստան պետություն կօգնենք։ Անգամ մի այսպեսի հետաքրքիր ձևակերպում առաջացավ այդ մարտակոսը Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատարը նա ուրեմն մեկ փոքրիկ այսպես տեսահոլովակ թողարկեց, ասեց, ահա սա հայկական ծիրան էր, ես Երևանից հայկական ծիրան բերեցի, համ կերա, համ ջեմ եփեցի եւ իմ ընկերներից մեկը կերավ, ընկերներիցս մեկը նայեց Մուրաբային եւ ասաց ազատության բանկաներ։ Այս ազատության բանկաները եւ իրենց մոտ են ուրեմն պատտվում արդեն այդ ձևակերպումը։ Եվ ես Սպուտնիկ Արմենիայում տեսա արդեն, որ մեծ ուրախությամբ այդ ձևակերպումը վերցեցին, ինձ թվում է դեռ պատտվելու է։ Ազատության բանկաներ։ Ինչ է դա նշանակում։ Եկեք փորձենք հասկանալ, ինչ է այս փոքրիկ ձևակերպման մեջ պարունակվում։ Տեսեք, այդ փոքրիկ ձևակերպումը ազատություն բառն է օգտագործված։ Այդ փոքրիկ ձևակերպումը ինքը իր մեջ հենց ինչ որ այն շեշտադրում է, ինչ որ դուք անում եք։ Ազատություն, ինքնիշխանություն, ազատություն, պետականություն, անկախ պետականություն, այդ ամբողջ ծավալը ներառվում է եւ դրա որպես հիմնական վտանգ արևմուտքը դիտարկում է Ռուսաստանը։ Որպես հիմնական վտանգ, ոչ միայն Հայաստանի համար, ամբողջ հարավային Կովկաս, ամբողջ նախկին սովետական միության տարածքի եւ որոշակիորեն նաեւ արևմուտքի համար, համաշխարհային որպես վտանգ Եվրոմիությունը մասնավորապես տեսնում է Ռուսաստանը։ Եվ այդ տեսակետից Եվրոմիությունը պատերազմական գործողությունների մեջ է այսօր Ռուսաստանի հետ։ Դու չես կարող պատերազմող երկրների մեջ երկուսի կողմից էլ լինել։ Եվ այդ համատեքստում այդ ամեն ինչը ասում, այսինքն եթե դուք ազատություն, ինքնիշխանություն, պետականություն եւ այդ արժեքների հետևից եք գնում, դուք պետք է Ռուսաստանի ազդեցության տակից դուրս գաք
Եվ մենք դրանում ձեզ կօգնենք։ Սրա մասին է խոսքը։ Իսկ որ պատերազմի մասին է խոսքը գնում, Պեսկովի ձևակերպումը ես մեջ բերեմ, որից հետո գովազդի դուրս կգանք, Պեսկովը ասում է, պատերազմ է ընթանում, դա իսկական պատերազմ է։ Սկսել էինք որպես ուրեմն հատուկ օպերացիա, բայց շարունակում է որպես պատերազմ, քանի որ Բերլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն եւ ցավոք Վաշինգտոնը կանգնած են Կիևի կողքին։ Չեք տեսնում արդյոք վտանգ, որ Ռուսաստանը սա անվանում է պատերազմ արդեն եւ մոտավորապես ստացվում է, որ իրեն պատերազմ են հայտարարել եւ արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է պատասխանի պատերազմին պատերազմով։ Արդյոք այստեղ այդ վտանգը չկա։ Գովազդից հետո։ Շատ լավ։ Գովազդից հետո մենք այս հարցին կփորձենք պատասխանել։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, որ մեզ հետ եք, գովազդից հետո եւս մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ։ Եվ այսպես Պեսկովը Պուտինի ներկայացուցիչ, այսպես ասենք, հայտարարում է, որ պատերազմ է արդեն, սկսել էին որպես հատուկ օպերացիա, հիմա պատերազմ է, քանի որ Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները կանգնած են Կիևի կողքին, որ դեպքում կարող է Ռուսաստանը ընդլայնել պատերազմի սահմանները եւ եթե հնարավոր է դիտարկենք նաեւ այսօր Թուրքիայում սկսվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փաստը, արդյոք այս երկու հանգամանքները կապ ունեն իրար հետ։ Տեսեք, այդ վերջի հարցին վերջում կպատասխանեմ, սկսենք սկզբնական հարցից։ Եթե չեմ սխալվում, Ռուսաստանի քրեական օրենսգրքում կահուտված,
որով մարդիկ դա պետք է դատապարտվեն, եթե այդ հատուկ օպերացիայի անունը ասում են պատերազմ, այսինքն դա դիտարկվում է որպես հակապետական քարոզչություն։ Եթե չեմ սխալվում, նմանատիպ հոդված կա։ Այսօր Պեսկովը ինքն արդեն դա ասում, այսինքն այն ինչ որ բոլորը գիտեին, հիմա Ռուսաստանը ստիպված է պաշտոնապես փաստորեն դա ճանաչել, որ իրանք պատերազմի մեջ են եւ իրենք չեն ասում, որ այդ սանձազերծել են այդ պատերազմի, իրենք Ռուսաստանն է սանձազերծել, որովհետեւ կար մի հատ զավեշտալի բան, մենք պատերազմը սկսել ենք, որպեսզի պատերազմ չլինի։ Մենք ռազմական գործողություններ սկսել ենք, որպեսզի պատերազմ չլինի, այսինքն պատերազմը սկսել ենք, որպեսզի պատերազմ չլինի։ Այդ կարգի զավեշտ մեկ էլ սովետական միության ժամանակ Բրեժնևն էր ասում, էկոնոմիկա դաժնաբից էկոնոմն է, էլի, այսինքն այդ կարգի զավեշտալի թեզ են շրջանում, բայց հիմա ընդունում են, որ պատերազմը եւ ավելին դա շատ կարեւոր է։ Այսօր Ռուսաստանի գոնե RRS պահանջները էապես ավելի քիչ են, քան թե այդ պատերազմը սկսելու ժամանակ։ Էլի հիշեցնեմ, պատերազմը սկսում էին դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա սկզբունքներով, ասեն Ուկրաինայի գրավել։ Իսկ այսօր ասում են Դոնբասի հատվածը, որ դուք վերահսկում եք, տվեք մեզ եւ զինադադարը անենք եւ սկսենք խաղաղության մասին բանակցությունները։ Այսինքն տեսեք ինչ մեծ տարբերություն կա։ Ռուսաստանի վիճակը լավը չի, որովհետեւ այո, պատերազմը եւ արևմուտքը այդ պատերազմում ընդհանուր արևմուտքը եւ առաջնահերթ Եվրոմիությունը, եվրոպական արևմուտքը աջակցում է Ուկրաինային։ Եվ Ուկրաինան 5 տարի է պատերազմում այդ տձև, այդ անհասկանալի երկրի հետ, որի անունն է Ռուսաստան։ Այսինքն անգամ եթե կան տարաձայնություններ, այս հարցում նրանք միասին են։ Արևմուտքի մասին եք խոսում։ Արևմուտքը։ Այս հարցում միասնական։ Ընդհանուր առմամբ այո, կա տարաձայնություն որոշակի եվրոպական արևմուտք եւ ԱՄՆ, այսինքն Թրամփ, անունը դնենք Թրամփ, կար որոշակի տարաձայնություններ, ենթակներ եվրոպական տիրույթում, մասնավորապես Օրբանը, Հունգարիայի նախկին վարչապետը, եւ Եվրոմիությունը փորձում է այդ տարաձայնությունները ներքին ռեսուրսներով լուծել, մասնավորապես Օրբանը չվերընտրվեց։ Հիմա գալիս ենք բայց այս հարցում նրանք միասնական ընդհանրություն ունեն, հա, ընդհանրություն ունեն։ Եվ ստեղ խնդիրը հետեւյալն է, որ Ուկրաինան այսօր այն դիրքերում է, որ մեծ կորուստներ ունենում Ռուսաստանը, այդ թվերը տարբեր են ասում, նույն Ռուբիոն օրինակ, ԱՄՆ պետքարտուղարը վերջերս մոտ մի 15-20 օր առաջ ասեց հետեւյալը, որ միայն սպանված Ռուսաստանը ամսական սպանված միայն ունենում 20,000-ի կարգի եւ ընդհանուր առմամբ կորուստները դրա մեջ նաեւ վիրավորներ են չվերականգնվող 35-ից 40,000, այսինքն դա ամսական թիվ է դարձել եւ արդյունքներ փաստացի չկան։ Արդյունքները չնչին են համեմատած այդ զոհերի քանակի հետ եւ ներ ռուսական վիճակը դուք տեսնում եք ուկրաինացիք պատերազմական ռազմավարությունը փոխել են, այսինքն արդեն Ռուսաստանի ներսում հարվածներ են հասցնում, հիմնականում ենթակառուցվածքներին, էներգետիկ եւ բենզինի հերթեր են, այսինքն անմիջական կենցաղի վրա Ռուսաստանի եւ ռուսներին դա ազդել է եւ դա բերում է ներքին լարումների։ Ոչինչ չես կարող դրա դեմ այլևս անել։ Հիմա ռուսները ուզում են հնարավորինս արագ այս պատերազմը առնվազն կասեցնեն այս փուլում եւ նույն Պեսկովը ասաց, որ իրենք ակնկալում են, ես իր բառն եմ օգտագործում, ամերիկացիների միջամտությունը։ Եվ դա արտահայտվեց նաև նրանով, որ Թրամփը 2 օր առաջ ասաց, որ հեռախոսային զրույց ունեցել եւ Պուտինի հետ եւ Զելենսկուի հետ։ Եվ Զելենսկուի հետ հանդիպումը նախատեսվում բանում Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Այսինքն իրավիճակը ռուս-ուկրաինական հետևյալն է, այսօրվա իրավիճակը։ Ռուսաստանը փաստացի ստրատեգիական, ինչ որ Եվրամիություններ ասում, ստրատեգիական պարտություն է կրում։ Որտեղ այն ստրատեգիական են ռազմավարական նպատակները, որ ինքը ուներ, այդ նպատակներից ինքը հետաքաշվել արդեն ակնառու եւ փորձում է պատերազմը իր դեմքը փրկելու ինչ որ գործիքներով կասեցնել այս փուլում։ Հիմա ինչ վերաբերվում է Հայաստանին, Հայաստանը այդ ամեն ինչում ինքը այդ ֆլուգերային այդ քաղաքականությունը, ինչի մասին ես արդեն ասացի, չի աշխատում, որովհետև կողմերը պահանջներ են դնում, եւ որ կողմը բռնես, մյուս կողմը քո վրա ճնշում է գործադրելու։ Միջև այն պահը, որ Պուտինյան Ռուսաստանի հետ արևմուտքը գա որոշակի համաձայնության կամ Պուտինյան Ռուսաստանը ինքը ներքին իշխանափոխություն լինի, հեղաշրջումային իշխանափոխություն լինի։ Այդ գործողությունները օրինակ ԱՄՆ-ն արեց Վենեսուելայում, փաստացի այսօր անում է Իրանում, հա, մի քանի շերտ Իրանի կառավարչական 2 շերտ առնվազն ոչնչացրեցին, 3-րդ շերտից սկսեցին խոսել, որովհետև նրանք էլ սկսեցին խոսել։
Այսինքն նույն բանը արեցին Վենեսուելայում, Մադուրոին հեռացրեցին եւ արդեն մնացած այդ կարողացան խոսել, նույն բանը կարող անեն Ռուսաստանում։ Այսինքն Պուտինը չլինի, որևէ մեկ ուրիշը լինի, անունը չգիտեմ ինչ, եւ սկսեն արդեն ԱՄՆ-ի հետ եւ Արևմուտքի հետ խոսել եւ գան, որ դա պարտադիր չէ ռեժիմային փոփոխություն, ցանկալի կլինի, բայց պարտադիր չի։ Մինչեւ այդ վիճակի, մինչեւ կայունացումը, հա, Հայաստանը փորձում է Փաշինյանը, չաշենք Հայաստանը, Փաշինյանը փորձում է խաղարկել այդ ամենը, բայց դա հեչ պարտադիր չի, որ ստացվելու է։ Պարտադիր չի, որովհետև Մինսկ կողմը եւ այն Մինսկ կողմը կոշտ պահանջներ են դնում հայկական կողմը ներկայացնող Փաշինյանի առջև։ Այնպես որ պատերազմական գործողություններ կարծում եմ մեր տարածաշրջանում չի լինի, ես մի բան ասեմ, որը կարծում եմ կարևոր է։ Մարդիկ հաճախ մտածում են, որ օրինակ Ալիևը կուզենա պատերազմ կսկսի։ Չի կարող Ալիևը պատերազմ սկսի։ Ալիևը միջև չունենա աշխարհի մեծերի համաձայնությունը պատերազմ սկսելու, ոնց որ ունեցավ 20 թվականին, հա? Նա չի կարող պատերազմ սկսի, որտեղ Ալիևը ինչ Մադուրոից ուժեղ տղա է։ Կամ Իրանի Այաթոլլահից Խամենեից ավելի ուժեղ է։ Պարոն Հակոբյան, իսկ ինչպես մենք բաց թողեցինք այդ պահը, որ 20 թվականին նա ունեցավ մեծերի համաձայնությունը եւ հիմա կարող է բաց թողնենք, որ նա եւս ունենա։ Չեն կարող հիմա բաց թողնել։ Այ եկեք այդ համեմատությունը դուք բերեցիք։ Նախորդ միտքս ավարտեմ։ Ուզում եմ մի հատ օրինակի վրա ասածը ցույց տամ։ Ակտիվացել են խոսակցությունները եւ դա դարձել էր առօրյական խնդիր, դրա մասին խոսում էր Զելենսկին, դրա մասին խոսում էր Արևմուտքը, դրա մասին խոսում էր Լուկաշենկոն, անձամբ ակտիվացել են խոսակցությունները, որ Բելարուսը ներգրավել է ուղիղ ռազմական բախումների մեջ Ուկրաինայի հետ։ Չէ՞։ Ակտիվացել են եւ տարբեր դիրքորոշումներ կային եւ լարումը շատանում էր։ Մեկ էլ այդ խոսակցությունները ավարտվեցին, այդ ընթացքում ինչ եղավ դուք հիշում եք։ Շատ հետաքրքիր բան եղավ։ Լուկաշենկոին կանչեցին Պեկին։ Լուկաշենկոին կանչեցին Պեկին, ոչ թե Մոսկվա, Պեկին։ Իսկ Պեկինում Թրամփ Սինձինպին հանդիպման ժամանակ վերջին մի շարք հարցերով պայմանավորվածություններ ա եղել։ Այդ թվում պայմանավորվածություններ ա եղել Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ելքերի վերաբերյալ։ Այսպեսին թե այնպեսին դա մրցակցային է, բայց ելքերի վերաբերյալ։ Եվ այդտեղ չկա ենթադրում եմ, որ բանը ծավալային, տարածքային ծավալային, պետք է ավելացում լինի։ Օրինակ Բելարուսը պետք է Լուկաշենկոին կանչեցին Պեկին, հանդիպեցին Զինպինի պատրոնի հետ եւ հետ գնաց եւ այդ խոսակցությունները ավարտվեցին։ Այսինքն այդպես չի կարող լինել, որ ինչ որ Լուկաշենկո, անգամ ինչ որ Պուտինի թելադրանքով գնա եւ սկսի պատերազմ, չի կարող այդպես լինել։ Ռուսաստանը տուժում է, որովհետեւ Ռուսաստանը իդեմս Պուտինի կարծեց, որ ինքը այդ ուժը ունի, որ ինքը կարող ինքնիշխան որոշում ընդունի պատերազմ սկսի առանց համաձայնեցնելու, չի կարող դա լինի։ Հիմա անդրադառնանք ձեր հարցին։ Մենք ունեցել ենք կազմակերպված պարտություն 20 թվականին, կազմակերպված պարտություն։ Եվ այդ կազմակերպված պարտության կողմեր են եղել Ադրբեջանը եւ Հայաստանը։ Հայաստան իդեմս Հայաստան եղած իշխանությունների։ Այսինքն կազմակերպված պարտության պարագայում Ադրբեջանը իրավիճակային ստացել է այո աշխարհի մեծերի աջակցությունը, որովհետեւ հայկական կողմը այդ բանը կազմակերպված պարտության շրջանակում կրծեր գործընկեր էր։ Հայկական կողմը արեց առավելագույնը, որ Հայաստանը ունենա կազմակերպված պարտություն, որպեսզի ոնց որ հետո ասում են, այն թոկից, որը գցած էր Հայաստանի վզին, իդեմս Ղարաբաղի, այդ թոկից ազատվեն եւ գնան այն ուղությամբ, ինչ ուղությամբ հիմա գնում են եւ դա ներկայացնում են որպես խաղաղություն։ Իսկ այլ բառերով իրականում կապիտուլյացիա։ Սա էր պատճառը, որ կարողացան այդ կազմակերպված պարտությունը իրականացնել։ Այսօր այդ ուղղությունը շարունակվում է, բայց արդեն քանի որ ներգրավվածություն կա տարածաշրջանում, մասնավորապես նույն արևմուտքի ուղիղ ներգրավվածությունը կա, չմոռանանք, որ 20 թվականին մի մետրոպոլիա կար, որը վերահսկում էր Հայաստանը եւ տարածաշրջանը ընդհանուր առումով, դա Ռուսաստանն էր։ Հիմա այդպես չի։ Բարի վերջին հարցը, որը փորձենք հասցնել մինչ ավարտը հաղորդման քննարկել, հայերի ցեղասպանության ճանաչման հարցը կարող է քննարկվել Իսրայելի քնեսետում մոտակա օրերին, այդպես են հայտնում մեր գործընկերները Իսրայելում գործող հայ լրագրողները, հայկական համայնքի ներկայացուցիչները։ Այս ամբողջ պատմությունը, ձեր կարծիքը այս ամբողջ պատմության շուրջ
Իսրայելի կառավարության որոշումը, Հայաստանի պատասխանը եւ Քնեսետի առաջիկա նիստին այո կամ ոչ ասել այս հարցին։ Տեսեք, խոսում են նրա մասին, որ Իսրայել-Թուրքիա կա խորը անգամ քաղաքակրթական, կա այդպես կոնֆլիկտ եւ այլն, թշնամանք, ես այդ մոտեցումը չեմ կիսում, շատ պարզ պատճառով, շատ անկալելի պատճառով։ Եթե որևէ մեկը կասի, որ Ադրբեջանը ինքնիշխան բան պետականություն ունի, Ալիևն էլ այդ մեծ քաղաքական գործիչ է, ապա քննարկել անգամ չարժի այդ որևէ մեկի հետ դա։ Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի պրոքսին եւ Թուրքիայի թուրքական աշխարհը որպես այդպեսին իր թուրանական նկարտումներով շարունակում է մնալ որպես մի գործել որպես մի ընդհանուր միավոր։ Չի կարող այդ կարգի խորքային հակասություններ լինել երկու պետություն մի ազգ սկզբունքով գործող այդ երկու միավորների միջև Թուրքիա եւ Ադրբեջան։ Այսինքն Ադրբեջանը լինելով Թուրքիայի պրոքսին ապահովում է Իսրայելի ամբողջ էներգետիկ անվտանգությունը։ Եվ Իսրայելը Թուրքիայի պրոքսիի հետ շատ արդյունավետ ոնց որ Շոյգուն էր ասում, շատ արդյունավետ գործողություններ ունեցավ Ղարաբաղում, այնպես որ այդպես չի լինում։ Այլ բան, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Եվ այդ նոր աշխարհակարգի ձևավորման տեմպերը արագացել են։ Եվ այդ համատեքստում, մասնապես Իրանի հետ կապված այս պատերազմական գործողությունների շրջանակում, մերձավոր եւ միջին արևելքում նոր դիրքավորումներ են իրականացվում։ Եվ այդ դիրքավորումները իրականացնող պետությունների մեջ եւ ժողովուրդների մեջ կարևորագույն դերակատարում ունեցողներից են եւ Թուրքիան, եւ Թուրքերը, եւ Իսրայելը, եւ հրյանները։ Եվ մրցակցային այդ դիրքավորումը, այդ մրցակցայինում բախումներ կան։ Եվ նոր դիրքավորում ունենալու Իրանը, նոր դիրքավորում են ունենալու արաբական երկրները, ել չեմ ասում, որ արևմուտքն է փորձում այդ ամենը վերահսկել եւ համակարգել, մասնավորապես ԱՄՆ-ն։ Դրա համար այդ Աբրահամսի համաձայնագրերը, որոնք կան, ամերիկյան այսօրվա վարչակարգը փորձում է այդ ամեն ինչը իրականացնել այդ Աբրահամսի այդ համաձայնագրերի շրջանակում, որի վերահսկողը կլինեն իրանք։ Հիմա այդ մրցակցային դաշտում Իսրայել-Թուրքիա, որը մրցակցային է, հա, եւ հասկանալի է, որ մրցակցային է մերձավոր եւ միջին արևելքում ավելի զորեղ լինելու համատեքստում։ Այդ գործիքը, որի անունն է հայկական ցեղասպանություն, որպես մանրադրամի դժբախտություն մեզ հերթական անգամ փորձ է արվում ին կարծիքով օգտագործվել։ Եվ այդ Քնեսետում, եթե դա ընդունվի, ես չգիտեմ, վստահ չեմ կընդունվի թե չէ, եթե ընդունվի, դա կլինի այն մոտավորապես այն իրավիճակը, որը կա օրինակ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում։ Ռուսաստանը ճանաչել է, չէ՞, հայկական ցեղասպանությունը Դումայի մակարդակով։ Այսինքն իրավական ակտ ա եղել Դումայի մակարդակով, ինչ է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վատն են այսօր կամ վատն էին երեք։ Այսինքն այդ գործիքը ունեն, ըստ անհրաժեշտության այդ գործիքը հանում են դուրս եւ օգտագործում են դիմացինին ցեղասպան ճանաչելով, այդ նույն բանը անում է Թուրքիան, չէ՞ Իսրայելի մասով, ասում է դուք գազային ցեղասպանություն եք իրականացրել։ Նույն գործիքը Թուրքիան է իր համար ձևավորում։ Եվ դա մրցակցային գործիք է, այլ եմ ասում։ Հայաստանը արձագանքի այս դեպքում։ Գիտեք, ինքը միարժեք պատասխան չունի, այսինքն ասել, որ ճանաչում են ցեղասպանությունը, դա վատ է, դա վատ չի։ Իհարկե վատ չի, ճանաչում են ցեղասպանությունը, դա փաստ է, որը արձանագրվում է։ Իսրայելը ճանաչում է Թուրքիայի կողմից իրականացված Օսմանյան կառավարության կողմից իրականացված ցեղասպանություն, բայց այդ ցեղասպանության ճանաչման մեջ դու որևէ մասնակցություն չունես, քեզ օգտագործում են որպես մանրադրամ։ Այդտեղ է խնդիրը։ Հայկական պետությունը չի որ պարտադրում է կամ ճնշում է, որ Իսրայել ճանաչի, այլ հայկական պետությունը ձեռքերը քաշել է մի կողմ, ինչ որ բառ օգտագործեց Փաշինյանը, ինչ ասեց։ Weaponization բառը հայերեն գործիքայնացում։ Չէ, Հայաստանը հիմա քննարկում է լայնորեն այն հարցը, թե գուցե Հայաստանին համար վտանգավոր է անգամ կներեք այդպես են քննարկում այդ ճանաչումը։ Դե հենց այդ է խնդիրը, այսինքն Հայաստանը ներկայացնողները, Հայաստան չասենք, Հայաստան ներկայացնողները, իդեմ Նիկոլ Փաշինյանը եւ մնացածի խոսում են նրա մասին, որ մենք մի անգամ չի որ խոսում են նրա մասին, որ մենք փաստացի սկսում ենք զրոյական կետից։ Այն ինչ որ եղել է, այդ էջերը բոլորը փակում ենք։ Մենք այսօր ուրիշ կետից ենք սկսում եւ մոռանում ենք, որ հայրենիքը դա հայկական բարձրավանդակն է, որ խորհրդանիշը Մասիս սարն է, որ եղել է ցեղասպանություն հայրենազրկում եւ դրա հատուցման խնդիրներ կան, այդ ամենը ճանաչել տալու խնդիրներ կան։ Այդ ամենը մոռանում ենք, գնում ենք
թուրքերի եւ ադրբեջանցիների հետ կապիտուլյացիոն օրակարգով հարաբերություններ ձևավորելու։ Սա են ասում Հայաստանը ներկայացնողները։ Է պարզա ցեղասպանության եւ ասում են ավելին ցեղասպանությունը մեր օրակարգի մեջ չի, առաջնահերթություններից մեկը չի։ Այդ պարագայում Իսրայելը ինչ կանի կամ չի անի, պարզա իրանց համար դա խնդիր է, որովհետեւ չեմ էլ կասկածում, որ թուրքերը կամ ադրբեջանցիք ասում են նա իսրայելցիների հետ խոսեք, թող տես բան չանեն։ Սրանք ենթադրում են, որ խոսում են՝ մի արեք, դա մեզ վնաս է։ Նրանք էլ ասում են՝ մենք թող ձեր համար չենք անում։ Մենք մեր համար ենք անում։ Այդտեղա էլ եմ ասում, հարցը, խնդիրը եւ դժբախտությունը։ Մեզ հաշված րոպեներ են մնում, մենք ունենք հեռախոսազանգ, սիրելի հայրենակիցներ, ABC TV սիրելի հեռուստադիտողներ, ես զանգը կընդունեմ, մենք կսկսենք պատասխանը, բայց ես վախենամ, որ չհասցնենք մինչև եթերաժամի ավարտը, ուստի այժմ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցանկանալով բարի գիշեր եւ ամենայն բարիք, բայց ընդունում եմ հիմա հեռախոսազանգը եւ ով ցանկություն ունի դիտելու մեր ուղիղ հեռարձակումը, հաղորդման շարունակությունը ուղիղ հեռարձակմամբ, համեցեք մեր հարթակներով դուք կարող եք շարունակել դիտել մեր հաղորդումը։ Եվ այսպես հեռախոսազանգ, այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ Տիկին Արաքելյան, մենք եթերում ենք։ Այո։ Այո, բարև ձեզ պարոն Հակոբյան, մի այսպիսի հարց ընդհանուր այսպիսի ողջունում ձեզ հրավեր Գլենդելից իդեպ, դուք նշեցիք, որ Հայաստանի այդ համակարգը 35 տարվա ծառայում է օտարներին, կուզենայի հստակեցնեիք, որ օտարներին նկատի ունեք, եթե դա Ռուսաստանն է, դա հասկանալի է, Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Հայաստանում, տնտեսական եւ այլն։ Դուք ուրիշ այլ ուժերի ներառում եք այդ օտարների մեջ, որտեղ ես միշտ շատ զգուշ եմ վերաբերվում, երբ որ փորձում են Ռուսաստանի հետ ներառել Արևմուտքին, ինձ համար դա ռուսական նարատիվի մասն է, որ Արևմուտքն էլ է մասնակցում այդ Հայաստանի ստրկացման եւ այլն։ Օտար ասելով ում եք նկատի ունեք, որ Հայաստանի համակարգը ծառայում է օտարներին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Տարբեր օտարներին, Ես տարբեր օտարներին եմ ասել եւ շարունակում եմ ասել, ես սկսենք հետեւյալից, որ 35 տարի շարունակ միջև կարելի է 33 ասել, լավ սենքան 32 տարի շարունակ, միջև 22 թվականի պատերազմը Ուկրաինայի հետ, պատերազմի առաջի տարվա վերջը, ասենց ձևակերպեմ, Հայաստանում եղել է մի մետրոպոլիա, գերական մետրոպոլիա, եւ այդ մետրոպոլիան եղել է Ռուսաստանը եւ Հայաստանը սպասարկել է օտարի շահ իդեմս Ռուսաստանի եւ դա համար մենք ասում ենք, որ ազատվելու ձևը ազգային ազատագրական պայքարն է, բայց դրա վրա չծանրանամ։ Փաշինյանի վարչակարգը ունի մի առանձնահատկություն, այդ առանձնահատկության մասին մի անգամ չի, որ ես խոսել եմ, այդ առանձնահատկությունը հետեւյալն է, ինքը իր մեջ կարողացել է սինթեզել մի քանի առաջնային տեսակետից իրար հակասող տարրեր։ Առաջինը դա ռուսական կողմն է, որ իր վարչակարգում կար եւ կա, երկրորդը դա գլոբալիստական կողմն է, որ իր վարչակարգում կար եւ կա, եւ երրորդը թուրք-ադրբեջանական կողմն է, որ իր վարչակարգում կար եւ կա։ Եվ ինքը կարողացել է այդ իր վարչակարգում ինչ նկատի ունի գլոբալիստական։ Հենց գլոբալիստական, չեմ ասում արևմտյան, որովհետեւ գլոբալիզմը արևմուտքի դեմ, արևմուտքում էլ ազգային պետությունների դեմ պայքարում։ Գլոբալիզմը արևմուտքից է գալիս, այսինքն ծայրահեղ լիբերալիզմի արդյունք է գլոբալիզմը, արևմտյան ծայրահեղ լիբերալիզմի, բայց այնուամենայնիվ ինքը նույն արևմուտքում պայքարում է ազգային պետությունների դեմ։ Դրա համար գլոբալիզմը դա համամարտկային արատ է եւ համամարտկային ազգայնականության դեմ պայքարող ուժ է։ Ինչ-որ ստվերային կառավարություն է դա։ Դա այլ խնդիր է, հիմա արևմուտքի դեմ է գործում։ Հա, ես նկատի ունեմ, որ գլոբալիզմը դա ունի սկզբունքը պետության վախճանն է։ Եվ ունի սկզբունք, որ կորպորատիվ ուժերի կառավարում պետք է լինի աշխարհում, դա իրանց թեզերն են, գլոբալիստական թեզերն։ Այդ իրանցը դա կոնկրետ մարդիկ են։ Չէ, դա կոնկրետ ուժեր են, դա կոնկրետ մարդիկ չեն, դա կոնկրետ ուժեր են։ Եվ դա այդ կոնկրետ ուժերը ունեն որոշակի նպատակներ եւ այդ նպատակները ես թվարկում եմ պետության վախճանը, որի արդյունքում պետք է լինի պետության վախճանը, ազգային, ցանկացած պետության, պետք է լինի կորպորատիվ կառավարում աշխարհում, պետք է լինեն մասնագիտական հիմնարկներ, օրինակ կենտրոնական բանկեր եւ ազգային էթնիկ ինքնություններ պետք է որոշվի մշակույթով, սահմանները որպես այդպեսին պետք է վերանան, այսինքն կորպորատիվ կառավարում եւ այդ ամեն ինչը պետք է տարածվի ամբողջ աշխարհի վրա, բացի մի քանի երկրից, օրինակ բացի Իսրայելից։
Իսրայելը մնում է ազգային պետություն։ Այսինքն այդ ամեն ինչը կառավարելի է եւ ուղղորդված է, ոնց որ ժամանակին նմանատիպ գաղափարներ համամարտկային եւ համաշխարհային տրվեց, օրինակ կոմունիզմի գաղափարը։ Եվ արդյունքում պետությունները պետքա չլինեն, պետքա լինեն դասակարգեր, հա, չենք մոռանալ պրոլետարները ամբողջ աշխարհի պետքա միանային, բայց պետքա լիներ մի պետություն, անունը սովետական միություն, որ այդ ամեն ինչը համակարգում էր։ Հիմա գլոբալիզմը նմանատիպ իր մեջ բովանդակություն ունի։ Բայց ես դրա վրա չեմ ուզում շարունակեմ ծանրանալ, հարցին պատասխանելով, ասեմ հետեւյալը. որ 22 թվականի կեսերից հետո եւ մասնավորապես 20 թվականի այդ թվում դրա մեջ ներառեմ նաեւ 20 թվականի Ղարաբաղյան պատերազմի երկրորդ փուլը տարածաշրջան ռուսների թեթև ձեռքով ճակերտներում մտան նաեւ թուրքերը։ Չմոռանանք, որ 20 թվականին Թուրքիային Ռուսաստանը մցրեց տարածաշրջան եւ հայտնի Շոյգուի խոսքը, որ շատ արդյունավետ գործողություն իրականացրեցին Ղարաբաղում Թուրքիա ռուսների հետ միասին։ Ուկրաինայի դժվարությունների հետ կապված եւ պարտությունների հետ կապված ռազմավարական տարածաշրջանում ռուսական ազդեցությունը շարունակեց նվազել եւ այդտեղ բացի թուրք-ադրբեջանցիներից մտավ նաեւ արևմուտքը։ Եվ արևմուտքի մուտքը մասնավորապես դա նույն Եվրոմիությունը այդ արդեն քննարկեցինք եւ նույն ԱՄՆ-ի մուտքն առանձին ծրագրերով։ Հիմա քանի որ մեր մոտ գործող է 35 տարվա, այսպես ասած, օտարի շահերը սպասարկող հակահայ համակարգը ռուսների կողմից է հիմնվել եւ շարունակում է Ռուսաստան շարունակում մնալ հիմնական մետրոպոլը, բայց Ռուսաստանի թույլատրումով այլ ազդեցությունները ավելացել են եւ այդ իմ ասած ֆլուգերային քաղաքականության արդյունքում գործող իշխանական համակարգը փորձում է տարբեր տերերի միջև տեղավորվել։ Ես ասում եմ, որ դա չի ստացվելու, արդյունավետ չի լինելու եւ Ռուսաստանի նվազումով այլ ազդեցության չափերը ավելանում են, այդ թվում թուրք-ադրբեջանական, այդ թվում։ Եվ այսօր Հայաստանում ռուսական եւ թուրք-ադրբեջանական, այսպես ասած, հաղորդակցվող անոթները շարունակում են, հա, վերահսկել իրավիճակը։ Դրան սկսել է լրջորեն միջամտել արևմուտքը։ Սա է իրական վիճակը եւ բազմաթիվ աթոռների վրա իշխանական համակարգի ներկայացուցիչները կարծում եմ չեն կարողանալու։ Դուք ասում եք արևմուտքը փորձում է միջամտել հենարան որպես ունենալով նույն Փաշինյանին։ Ոչ, օգտագործելով Փաշինյանին որպես օպերատոր։ Հենարան իրենք են։ Այսինքն օրինակ Trip-ը, չէ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք, այնպես չի որ Փաշինյանի հետ համաձայնեցրել են, թե Trip-ը ինչպեսին է լինելու։ Փաշինյանին տեղեկացրել են, ասել են մենք սա ենք անելու, սա ենք անելու, սա ենք անելու, ինչ որ կարծիքներ, ինչ որ ցանկություններ։ Ինչու պետք է Փաշինյանը համաձայնվի օպերատորի դերի։ Չի կարա չհամաձայնվի։ Ինչու։ Որովհետև իշխանազրկվի։ Պարզ շատ։ Չի կարա նա օպերատոր չլինի, որովհետև ինքը որպես օպերատոր են իրան բերել եւ ինքը սպասարկում է օտարի շահերը։ Հայկական պետական ինքնիշխանությունը ազգայնական իշխանության պարագայում միայն կարող է հանդես գալ որպես առանձին միավոր։ Ովքեր են բերել։ Ովքեր են սկզբից բերել են ռուսները, այսինքն ռուսների համաձայնությամբ իշխանության փոխանցում եղավ բանին, Սերժ Սարգսյանի վարչակարգից Փաշինյանական վարչակարգին, որից հետո, այսինքն ես ասեցի նաև դրան մասնակցություն են ունեցել եւ գլոբալիստները եւ թուրք-ադրբեջանական կողմը, բայց քանի որ հիմնական մետրոպոլիան Ռուսաստանն էր, Հայաստանում իշխանության փոխանցում առած այդ մետրոպոլիայի համաձայնության եւ մասնակցության չէր կարող լինել։ Դա եղավ, բայց հիմա արդեն այդ օպերատորությունը փորձում են օգտագործել ոչ պակաս թուրք-ադրբեջանցի եւ դրանում ուղիղ մասնակցություն են սկսել ունենալ արևմուտքի ներկայացուցիչները։ Այսինքն այս իրավիճակը մենք ունենք Հայաստանում, որից ինչպես ենք դուրս գալիս։ Իշխանափոխությամբ։ Ինչպես։ Ազգային ազատագրական պայքարի միջոցով եւ ազգայնական ուժերի միաբանման միջոցով։ Այս ընդդիմությունը, որ վերցրել է մանդատները եւ գնում է որպեսի կոճակ սեղմի։ Դա հենց ինքն է ասել, գնում է որպեսի կոճակ սեղմի։ Սա կոճակ սեղմող եւ այս ամեն ինչը պահպանող նույն իշխանական համակարգը ներկայացնող անձեր եւ ուժեր են։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, Արա Հակոբյանն էր մեր զրուցակիցը, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան եւ ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, զրույցը որ մեր Գայան Առաքելյանը։ Բարին ձեզ։